Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Սիրիայում ՄԱԿ զարգացման ծրագրերի նախկին ղեկավար դիվանագետ Դավիթ Հակոբյանին։ Ողջունում եմ, պարոն Հակոբյան։ Շնորհակալություն։ Ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում, շատ շնորհակալ եմ, որ եկել եք։ Կարճ այսպես նկարագրեմ իրավիճակը Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, այնուհետեւ սկսենք զրույցը։ Թիպ նախագծի հետ կապված աշխատանքներ են տարվում, Իրան-Միացյալ Նահանգներ զարգացումներ են, որոնց դեռ ավարտը չկա, բայց միտումները ոնց որ թե արդեն պարզ են դառնում կամ հարցնելու են պարզ են թե ոչ, ռուս-հայկական հարաբերությունները բարդ են կամ շարունակաբար բարդանալու են, այդ իրավիճակն է այսօր, Եվրոինտեգրման հետ կապված օրենք ունենք եւ բարեփոխումներ են կարծես թե դանդաղ, բայց ինչ որ այդ ուղղությամբ համենայն դեպս իշխանությունները խոսում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են եւ վերջին նորությունը այն է, որ Հայաստանը եւ Հնդկաստանը ստորագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտություններ, զարգացման, նորարարության, համատեղ արտադրության ոլորտում համագործակցության հուշագիր համատեղ մշակելու են, արտադրելու են պաշտպանական տեխնոլոգիաներ։ Ահա այսպիսին է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ձևավորված իրականությունը։ Հարցս հետեւյալն է. ինչպես է գնահատում իրավիճակը, բարդ վտանգները եւ հնարավորությունները, ինչպես է ձեր գնահատմամբ օգտագործում ժամանակը Հայաստանը, այսպես ասեմ, այս խաղաղության համենայն դեպս այսքան ամիս գոնե մի տարի է, որ խաղաղության մասին են խոսում այս ժամանակը Հայաստանը, ճիշտ է օգտագործում, թե դուք ինչ որ այլ ուղղություններ ցույց կտաք, այլ ուղղություններ նաև կան, որոնք դեռևս այդպես չեն կիրառվում, այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, բայց դուք մատնանշեք, որ այս ուղղությամբ եւս կարելի է զարգացնել երկիրը, համեցեք։ Շնորհակալություն հրավերքի համար առաջինը, իսկապես աշխարհը փոխվում է, մենք էլ ենք փոխվում, տարածաշրջանն էլ է փոխվում ու բազմաթիվ տարբեր թվում է թե իրար հետ կապված process-ներ սկսել են փոխազդել։ Ենթադրենք ռուս-ուկրաինական, ռուս-եվրոպական կոնֆլիկտ ու մերձավոր արևելք, Իրան, Ամերիկա, այդ իրարից լրիվ անկախ առաջի հայացքից թվացող հիմա սկսել են իրար հետ միահյուսվել, հա, իրանական դրոններն են գնում ռուսական ճակատ, Ուկրաինան է օգնում արաբական երկրներին, ծոցի երկրներին իրանց ռազմական կարողություններում ու բազմաթիվ ուրիշ ճանապարհներով։ Դրա հետ մեկտեղ գեոքաղաքական փոփոխությունները եւ տնտեսական հարցերը իրար հետ եթե թվում է թե առաջ իրարից բավականին անկախ էին, սկսել են շատ ավելի ազդել, այսինքն այն երկրները ենթադրենք տրիպը չստորագրվեց, այլ խաղաղության համաձայնագիրը ստորագրվեց մի տարի առաջ Վաշինգտոնում, Ամերիկայի Տրամպի ներկայությամբ Ալիև եւ Փաշինյան։ Դրանից հետո շատ արագ Nvidia-ն թույլատրություն ստացավ Ամերիկայի կառավարության կողմից մեզ այդ բարձր որակի GPU-ների որոշակի մեծ կանակ մատակարարի, որը մատակարարվում է սովորաբար միայն դաշնակիցներին։ Ուզում եմ ասեմ, լրիվ առանձին գեոքաղաքական հարց եւ զուտ տնտեսական տեխնոլոգիական հարց իրար հետ շատ անմիջական կապվեցին, ու մենք հետաքրքիր տրիպը դեռ չսկսած խաղաղության դիվիդենդները դեռ չվերցրած, մենք ստացանք մի հատ մեծ հետաքրքիր ուղղություն, ուղղորդում մեր տնտեսական տեխնոլոգիական զարգացման մեջ։ Այդ փոխվող աշխարհում, այսպես ասեցի, մենք փոխվում ենք, ինչ բանով արագ ենք փոխվում, ինչ որ հարցերում ինձ թվում է փոխվում ենք արագ, ինչ որ հարցերում պետք է շատ ավելի արագ ադապտիվ լինել, ու ես կարող եմ ասել, ու այդ ոնց որ նկարագրեցիք այդ մեծ փոփոխությունները, հա, Հայաստանը մի կողմից Ամերիկան Իրանի հետ բանակցությունները, Հորմուզի բացում, փակում եւ այլն, դա թվում է մեր վրա այդքան անմիջական կապ չունեն, բայց ի վերջո դա ազդում են տարածաշրջանի վրա, ինչ որ ուղղորդ երկրորդական էֆեկտի տեսքով մեր վրա էլ կազդեն։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կառավարումը, որը նաև կապված է մեր Եվրոպական միության այդ ինտեգրման process-ի հետ, որը մենք փորձում ենք կառավարենք ու ինձ թվում է ես միշտ կողմ եմ եղել ավելի զգուշ մոտեցման, այսինքն վիրավոր արջին առանց ավելորդ անհրաժեշտության պետք չի անհանգստացնել, մենք չգիտեմ օրենքը ինչքանով հիմնավորված էր եվրոինտեգրման օրենք ընդունել
պայման այդպեսի չկար, հիմա մենք որոշեցինք օրենք ընդունենք, որը այսօր Ռուսաստանը ասում է դուք օրենք եք ընդունել, ուրեմն գնում եք այնտեղ, ուրեմն արդեն եվրոինտեգրման ճանապարհն եք, ուրեմն մեր ինտեգրման հարաբերություններից պետք է հրաժարվեք։ Գուցե կարելի էր ինձ թվում է այդ օրենքը այդ ժամանակ չընդունել, այլ process-ի շարժումից հետո, երբ որ հասկանանք, որ Ռուսաստանից բաժանումը ռուսական կողմից առաջնորդվող դաշինքների բաժանումը պահը կգար շատ ավելի քիչ ցավալի կլներ, այդ ժամանակ եթե օրենքի անհրաժեշտություն լիներ, օրենք ընդունենք, այսինքն շարժվում ենք միշտ չի որ ճիշտ քայլեր ենք անում, սխալներ ենք անում, բայց դա բնական է, այս կարգի կոմպլեքս բարդ որոշումներ ընդունելու շարժվելը, բացառել սխալները, հնարավոր չի սխալվել, պետք ուղղակի հետո պետք է փորձել նարոնչա փշտկել, ուղղել ու շարունակել ավելի արագ շարժվել։ Հարցը այն էր, թե ինչպես ենք մենք այդ ժամանակը օգտագործում։ Իրան, Միացյալ Նահանգներ մեզանից կախված չէ, բայց մենք կարող ենք այս իրավիճակում եւ կարողացան երևի թե թրիփի հետ կապված Իրանի հետ ամենայն դեպս բանակցություններ շարունակեցին վարել։ Իմ հարցս հետեւյալն էր. այն ինչ կատարվում է մեր շուրջը եւ մենք ճիշտ ենք կառավարում մեր հնարավորությունները եւ վտանգները։ Ինձ թվում է հիմնականում ճիշտ են կառավարում, բայց նաեւ կարելի է ավելի պրոակտիվ ու դինամիկ լինել ինչ որ հարցերում, ենթադրենք Իրանի հետ կապված Իրանին ու Ամերիկային բացատրել ենք լավ, որ մենք երկուսի կարիքն ունենք ու մեկի հետ հարաբերությունը մյուսի հետ կապված չի ու դա շատ կարևոր է։ Կարողացել ենք դրան հասնել։ Դրա հետ մեկտեղ ենթադրենք Հնդկաստանի հետ, Իսրայելը Հնդկաստանի հետ շատ արագ մեծ դաշինք է կառուցում։ Մենք այդտեղ ինչ ենք ուզում անենք, Հնդկաստանի հետ շարժվում ենք, ինձ թվում է շատ ավելի շատ բան կարելի անել Հնդկաստանի հետ, եթե ավելի խորացնել այդ հարաբերությունները։ Իսրայելի հետ պետք է ավելի լուրջ աշխատել, ու ինչ որ քայլեր արվել է այցաղեղի փոխնախարարի կողմից, ու էլի Իսրայելի հետ հարաբերությունները ոչ ի հակադրում կամ ոչ շնորհակալություն գենոսիդի կիսաճանաչելու հետ կապված, այլ Իսրայելի հետ որպես տեխնոլոգիական ռեգիոնալ գիգանտ հարաբերությունները, ինձ թվում է պետք է մենք շատ ավելի խորը արագ հասկանանք եվրոինտեգրման process-ը ես գիտեմ շարժվում է բազմաթիվ ճակատներով, բայց այդտեղ նաև գիտեմ, որ շատ տեխնիկական հարցեր կարող են շատ ավելի արագ արվել ու դա նաև մեր կարողությունների խնդիրն է։ Ես մարդի գիտեմ, ես ինքս էլ ժամանակին առիթ եմ ունեցել եվրոինտեգրման process-ը, ես Լատվիայում եմ ժամանակին նաև աշխատել, որ դե Լատվիան Եվրոպական միության անդամ չէր, ու այդ process-ը հիմա ընկերներիցս մեկը ՄԱԿ-ի ներկայացուցիչն է Մակեդոնիայում, Հյուսիսային Մակեդոնիայում խոսում ենք, 20 տարի հսկայական փաթեթ է, ու այդ փաթեթի առաջ խաղացումը դա մեծ ծավալի տեխնիկական աշխատանք է պահանջում բոլոր նախարարություններում, տասնյակ հարյուրավոր օրենքներ, փաթեթներ, ինչ որ բաներ ու տեսնում ենք արվում է, ես իհարկե բոլոր մանրամասները չգիտեմ, բայց ինձ թվում է այդ ոչ թե դեկլարացիաներ, օրենքներ ընդունել կամ նենց դեմարշներ քաղաքական հայտարարելը, այլ տեխնիկական խորը աշխատանք անելը, այդտեղ ինձ թվում է շատ ավելի շատ բան պետք է անել ու կարելի անել մոտիկ ապագայում։ Շնորհակալություն, լավ, եթե Հնդկաստանի թեման ենք բարձրացնում, մենք գիտենք, որ Թուրքիան, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան այսպես դաշինքի նման արդեն անգամ խոսում են իսլամական ՆԱՏՕ-ի մասին, եթե էլի երկրներ միանան, որը դեռ թերահավատորեն են քաղաքագետները դիտարկում, համենայն դեպս այս եռյակը միավորվեց։ Եվ Թուրքիան անընդհատ մատնանշում է, ասում է Իսրայել, Հունաստան եւ Կիպրոսը դրանք մեր դեմ են միավորվել։ Եվ գիտենք, որ դուք էլ նոր նշեցիք, որ այդ Իսրայել, Հունաստան եւ Կիպրոսը նրանք Հնդկաստանի հետ են բանակցությունները վարում։ Արդյոք մենք նոր ձևավորվող հակադիր ճամբարներ, չեմ ասում դաշինքներ, ճամբարներ են ձևավորվում եւ Հայաստանը հիմա հայտնվելու է նոր խնդրի առաջ։ Մի կողմից Հնդկաստան, որտեղ Իսրայելի հետ դեռ այդքան խորը չեն հարաբերությունները, մյուս կողմից Թուրքիա։ Արդյոք Հայաստանը խնդրի առաջ կարող է կանգնել եւ ժամ առաջ մենք պետք է խոսենք այդ մասին եւ մտածենք։ Ասեմ ընդհանուր նաեւ, որ այսօրվա աշխարհը ու նաև միանշանակ ապագայի աշխարհը դա զուտ
Դաշինքների բաժանված երկու սև ու սպիտակ աշխարհներ չի, ոնց որ առաջ կար պրո-սովետական, հակաամերիկյան, հակառակը, առաջի աշխարհ, երկրորդ աշխարհի, երրորդ չմիավորված աշխարհ կամ հետո էլ, մինչև այս վերջերս դու կամ պրո-արևմտյաներ, կամ պրո-ռուսական եւ ու միշտ ընտրություն կատարեիր, այսօրվա աշխարհում անընդհատ դինամիկ փոխվող ինչ որ հարաբերություններ, հա, ու դաշինքներն էլ ձևավորվում են, որոշ դեպքերում դա կարող են ռազմական լինել, ռազմական նաեւ տնտեսական լինել, կարող են ինչ-որ հարցում միավորվել, ինչ-որ հարցերում հակասություններ ունենալ ու դա բավականին դինամիկ, ակտիվ process է, բոլորի մոտ է տեղի ունենում։ Հիմա այդ երկու դաշինքները, որ ասեցիք, միանշանակ այդ ասում են սուննիտական ՆԱՏՕ, դա համար դա Թուրքիա, Սաուդի Արաբիա եւ Պակիստան, Եգիպտոսին Թուրքիան շատ համոզում է, որ միանա, Սաուդյան Արաբիան էլ մեծ գումարներ, 25 միլիարդ դոլար Եգիպտոսին նվիրել է, այսինքն ֆինանսապես կախված է, բայց Եգիպտոսը ոնց որ չի ուզում միանա, չնայած սուննիտական աշխարհում առաջնորդի դերը Թուրքիայի եւ Եգիպտոսի մեջ արդեն տասնամյակներ կամ 100 տարվա մրցակցություն է որոշակի ընդեր գնում։ Ու դա սուննիական ՆԱՏՕ-ն միավորվում է ընդդեմ շիական Իրանի, թե ընդդեմ, չգիտեմ, Իսրայելի, դա առանձին հարց է։ Իրանը իր համար իր պրոքսիների աշխարհներ կառուցել, որը ինչ որտեղ իրեն օգտակար է, բայց նաև ինչ որ վտանգներ է իր համար, հա, հուսիտները Կարմիր ծովում, չգիտեմ, Հեզբոլան Լիբանանում եւ ալետեր որոշակի դաշինք է, ոչ պետական, մենակ Սիրիան էր, Ասադի Սիրիան էր, որ այդ դաշինքի մասեր Իրանի, հիմա արդեն այնտեղ չկա։ Հիմա Իսրայելն էլ շատ ակտիվ ու խոսացել ենք դրա մասին, ոնց որ իր այդ երկաթե տուն պաշտպանված, փակված իր մեջ պետությունից դառել է դուրս գնացող, ինքը ոչ թե սպասում է իր վրա հարձակվեն, ինքը պաշտպանի, ինքը Հունաստանի, Կիպրոսի, Սոմալիայի, Սոմալիլանդի հետ, նաև այդ Կարմիր ծովից դուրս եկող այդ ելքն է վերցրել այնտեղ ռազմական բազային կառուցում, Հնդկաստանի հետ մոդիներ վերջերս մի երկու ամիս առաջ Ջերուսաղեմում էր, այնտեղ բանեն քննարկում էին հարաբերությունների հսկայական սպեկտր։ Ուտեղ Հնդկաստան, եթե կարելի ասել, Հնդկաստան, Հունաստան, Կիպրոս դազուտ ռազմական եւ ընդհանրաբար Թուրքիայի դեմ ռազմական դաշինք է, Հնդկաստանի հետ շատ ավելի շերտերը շատ են, այնտեղ տեխնոլոգիական, երկուսն էլ աճող տեխնոլոգիական ուժեր են, ստարտափերով, չգիտեմ, նոր որակի տեխնոլոգիաներով, եւ Ամերիկայում եթե նայեք, նույնը Միացյալ Նահանգներում երկու սպյուրքները, որ միանշանակ աչքի են ընկնում, դա հնդկականն է եւ հրեականն է, իսրայելականն է, որոնք շատ հարցերում անհամատ առաջ են կանցել մյուս բոլորը։ Հենց որ այդ առումով նույնը, բայց վերադառնալով ենթադրենք այդ Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան, հա, Պակիստանը ենթադրենք իր էգզիստենցիալ խնդիրը Հնդկաստանի հետ պայքարն է։ Թուրքիայի համար դա ամենակարևոր խնդիրը չի։ Թուրքիան իր խնդիրները ուրիշ դաշտերում ունի։ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ու ամենաբազմաթիվ բազմամարդ բանակը, ՆԱՏՕ-ի համար երկուս ու ամենակարող։ Սաուդյան Արաբիան ունի ֆինանսական նավթի շնորհիվ մեծ հնարավորություններ։ Պակիստանը ունի միջուկային զենք։ Հիմա այս բոլորը ոնց են իրար միավորում։ ՆԱՏՕ-ի հետ այդ զուգահեռը որ տանում ենք, ՆԱՏՕ-ը մի վերջո ուներ մի թշնամի, հա, սովետական միություն, հետո Ռուսաստան հիմնականում, ու ՆԱՏՕ-ում ամեն ինչ համակարգված էր։ Մի կառավարման համակարգ, մի զենքերի տեսակ, մի ռազմավարական, տակտիկական մոտեցումներ եւ այլն։ Ստեղ տես բաներ չկա ու դեռևս չի նշмарվում։ Ինչքանով իրենք կարող են առաջ գնալ այդ հարցերում, ես մեծ օպտիմիստ բառը չի երևի, բայց մեծ հույսեր չունեմ, որ իրենք շատ կարող են առաջ գնալ, դրա համար ամեն մեկը իր բազմաթիվ հակասությունները, իր տշնամիները ու իր հարաբերությունները ունի, թե արևմուտքի։ Այդ ալիքը կգա հասնի Հայաստան, Հայաստանը իրենց համար ինչ որ հետաքրքրություն ներկայացնող է, տվյալ դեպքում Թուրքիան, դուք ասում եք, հա, Թուրքիան ՆԱՏՕ է, բայց Թուրքիան աչքի առաջ Իսրայել, համենայն դեպս լուրջ է, թե լուրջ չէ թուրք-իսրայելական այդ հակադրությունը, այսպես ասենք, մեղմ ասենք։ Համենայն դեպս Թուրքիան ասում է Իսրայելը իմ դեմ է դաշինք կառուցում։ Հարցս հետևյալն է, կգա հասնի այդ ալիքը մեզ մոտ, թե Հայաստանին հարցնող լինելու է Հայաստան։ Մենք պաստոր մեր աշխարհագրությունով ինչ որտեղ դատապարտված ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի արանքում, հա, այդ միջանց կարող ենք լինել, կարող ենք իհարկե իրանց համար ռազմավարական, այսինքն ռազմական նաեւ ինչ որ խնդիր առաջացնենք, որ պատնեշենք տուրանական այդ մեծ աշխարհի կապի հետ կապված, նենց որ այդտեղ այդ վտանգը կա։ Դրա հետ մեկտեղ դա չի նշանակում, որ մենք Իսրայելի հետ պիտի դաշինք կազմենք, դրա համար մենք շատ
զգայուն է մեր վիճակը, էլի մենք չենք կարող Իսրայելը անհամեմատ ավելի ուժեղ է ու մենք մեզ ճնշելը շատ ավելի հեշտ է Թուրքիայի հավաս Ադրբեջանի միացյալ ուժերի համար։ Ուտեղ եթե մենք պետք է երկու ճակատի վրա էլ կարողանանք աշխատենք ու մենք պետք է լինենք այս կամ այն մյուս դաշինքի մասը, ընդդեմ մյուս դաշինքի, ինչպես Ռուսաստան, Եվրոպա կամ Չինաստան, չգիտեմ, Եվրոպա եւ այլն, մենք ոնց որ կապող օղակի որոշակի դեր ենք ունենում, ոնց որ Ռուսաստանի պատերազմը որ սկսեց, մեր միջոցով հսկայական քանակությամբ մատակարարում գնաց Ռուսաստան, ոչ միայն մեր միջոցով, բայց ինչ որտեղ Ռուսաստանին դեր ձեռք տալի, որ լինի Հայաստան, որը արևմուտքի համար ընկալելի հարթակա ու մեր հետ էլ լավ հարաբերություններ ունի, մենք որոշակի բուֆերային տարածք Հայաստանում ձեռք ենք բերում։ Հիմա նույնն է ապագա այդ կոնֆլիկտում էլ նաև այդ կարգի նախնդիրներ ալինելու։ Կա նաև մի հատ ուրիշ խնդիր, ընդհանրենք այս ժամանակին խոսացել ենք այդ չեզոքության մոտեցումը, հա, մենք եթե հայտարարում ենք մենք չեզոք ենք, մենք նեյտրալ ենք, մենք ոչ այս կողմից, ոչ այն կողմից անում ենք, բայց ուզում ենք բոլորիդ հետ էլ լավ հարաբերություններ ունենանք, ու այդ հարաբերություններ ունենալով էլ իրանք այդ քանի որ ասես բանով ցեմենտավորված, միավորված միություն չեն բոլոր հարցերում, իրանց մեջ էլ ներքին հակասություններ կա, կարող է վերջո Հնդկաստանը հասկանա, որ Սաուդյան Արաբիայի շատ լավ հարաբերություններ ունի, կամ Հնդկաստանը Իրանի հետ հարաբերություններ շատ լավ ունի, Պակիստանն էլ ունի լավ հարաբերություններ, չնայած իրար հետ լիքը խնդիրներ ունեն։ Իսրայելը, հա, նաև Միացյալ Արաբական Էմիրություններն է այդ ալյանսի ոնց որ մաս կազմում, Աբրամյան այդ համաձայնագրերի մյուս երկրներն էլ են նաև միավորվում այդ ուղղությամբ։ Սաուդյան Արաբիան մեկ էս կողմա, մենք այն կողմա, այլ այսինքն Իրան համարը համոզել են, որ միանա Աբրամյան համաձայնագրերին, հետո վերջում բայց հնարավոր է նաև իրենք մոտենա։ Նենց որ այդտենց միանշանակ հեղեղուկ փոխվող իրականություն է, որտեղ մենք էլ շատ ճկուն, զգայուն ու նենց բազմաշերտ կարողանանք վարկ ունենանք, որ կարողանանք ոչ մեկի այդ կամուրջները չվառենք ու դրա հետ արժեք ստեղծենք, ու այս այդ արժեք ստեղծելը գիտեք նկատի ունեմ մի քանի, եթե կա արժեք որպես տրանզիտային աշխարհների իրար կապող միավոր, հա, խաչմերուկ կարող ենք ասել, կամուրջ ասենք, կամ չգիտեմ, կապող օղակ ասենք, Չինաստան, Եվրոպա ճանապարհը տրիպով իրար հետ կապվում է, այդտեղ մենք որոշակի ինչ որ արժեք ենք ներկայացնում, այդ ճանապարհից բացի, չգիտեմ, կապուղիներ, մալուխային կապեր եւ երկաթգծեր եւ այլն, բայց դրանից բացի նաեւ ծառայություններ, ապահովագրական ծառայություն, ֆինանսական ծառայություն, այդ շղթայի շուրջը կարա դա աճի ու մենք դա կարողանանք դարձնել մեր ակտիվը այդ process-ում, բայց դրանից հետո գալիս է շատ ավելի նուրբ ու բարդ խնդիրներ, եւ դա այդ Firebird-ի օրինակը, հա, որ Հայաստանում միայն նրա համար, որ մի շարք սփյուռքահայեր նախաձեռնություն ունեցան, որ Nvidia-ն Տրամպի կողմից այդ օժանդակվող համաձայնությունից հետո ստացավ իրավունք Հայաստան GPU-ներ արտահանել, հանգամանքների շատ դրական բերումով մեր մոտ Հայաստանում կառուցվեց հսկայական դատա կենտրոն ու աճելու է դա։ Դրանից բացի այս նույն Firebird-ը Կազախստանում է ստեղծում ու եւ այլն, դա կարող է շարունակվի, ու անպայման կարող է վաղը Ալբանիայում ստեղծվի կամ Ուզբեկիստանում ստեղծվի, բոլորը Firebird-ի ճյուղերն են։ Ու դա է վերջո Հայաստանում ծնված շատ հետաքրքիր նոր որակի 21-րդ դարի տեխնոլոգիական լուծում է, որտեղ մենք կրիտիկական օղակ ենք դառնում։ Ու ես դա կոչում եմ, այս բոլորը կոչում եմ Հայաստանի նոր փափուկ ուժը։ Այսինքն մենք կարողանում ենք կապող լինել, կարող ենք ինֆորմացիայի վերամշակման կենտրոն լինենք, տարբեր աշխարհներին իրար հասկանալ ու դա մեր ոնց պատմական նաև կարողությունն է, այսօր Մերձավոր Արևելքում է կենտրոնականը Ասիայում էլ աշխատել եմ, հայերը առևտրական են եղել, հայերը լեզուներ են խոսացել, հայերը տարբեր աշխարհներին իրար մոտեցրել են, իրար հետ կապելով կարողացել են ստեղծեն ընդհանուր մեծ արժեք։ Այն ինչ որ առանց մեծ չէր ստեղծում, եթե մետաքսե ճանապարհին հայ առևտրականները, հա, Ջուրֆայից եւ այլն, իրանք դարձել են շատ հետաքրքիր, որ անգլիական կայսրության կողմից հատուկ առանց հարկվելու, առևտուր անելու մեծ ծավալների իրավունք են ստացել։ Հիմա այս նոր դարում, նոր որակի հարաբերություններում մենք բարձում այդ նույն արժեքների կրողն ենք ու կարողանում ենք աշխարհի մենք դինամիկ ենք, ճկուն ենք, մենք լավ ենք հասկանում տարբեր երկրների, քանի որ մենք մեծ դոմինանտ էգո չունենք, մենք մեծ ենք, բոլորի վրա պիտի իշխենք, մենք փորձում ենք բոլորի հետ լավ հարաբերվենք։ Վենետիկում հայերի մասին շատ հետաքրքիր պատմություններ կա, Եգիպտոսում հայերը ինչ դերեր են ունեցել։ Ու այսօր նոր աշխարհը մեր համար այդ հետաքրքիր նոր որակի փափուկ ուժի հնարավորություն է ստեղծում։
Շնորհակալություն Եվրոպա եւ Ասիա, Եվրասիա։ Եվրասիական ծրագրեր ուներ Ռուսաստանը։ Եվ հիմա կարծես թե հարց եմ տալիս։ Ռուսաստանում շատ անհանգստացած են, իրենց մոտ տպավորություն է, որ այդ եվրասիական ծրագրերից Ռուսաստանը դուրս է մնում։ Իսկապես կարող է գա մի պահ, որ Ռուսաստանը այդ առաջինչու ինքը կարծում էր ինքն է Եվրոպան եւ ասիական երկրները, ասենք կենտրոնական Ասիա երկրները։ Հա, շատ հետաքրքիր հարց է տալիս դրա համար։ Հիմա ինքը Եվրոպա չի, ինքը Եվրոպայի թշնամին է։ Եվրոպա-Ազիա կապելու դերը ոնց որ եվրազիական աշխարհ, այդ Գումիլովից եկող այդ եվրազիական պրոստրանսովան եւ այլն դա ռուսների համար կարեւոր ռեզոն դեթր է, ասես պատճառներից մեկն էր, որ մենք մի քիչ եվրոպացի ենք, մի քիչ ասիացի ենք, մենք իրար կապող ու մենք հսկայական կայսրություն ենք, ու այդ գրքեր կա գրված, այդ կենտրոնական Ասիայից մինչև Ռուսաստանի այդ տափաստաններով, անտառներով դեպի Եվրոպա այդ գնացող այդ Չինգիզ խանի անցած ճանապարհներով, ոնց է Եվրոպան այդ երկու իրար հետ չկապված աշխարհները կապել։ Ու հիմա այն ինչ որ ես ասում եմ, ինչ որտեղ մենք փոքր Հայաստանը փորձում ենք այդ նիշան մեր վրա վերցնենք, որը լրիվ ուրիշ քաշային կատեգորիայի երկիր ենք, բայց ի վերջո մենք անում ենք, ես ասացի, փափուկ խելացի ուժով։ Ռուսները փորձեցին դա ինչ որ բիրտ կոպիտ ուժով անեն, հա, երկու Եվրոպասին Նապոլեոնին հաղթեցին, Հիտլերին հաղթեցին, Եվրոպայում 80 տարի գերիշխեցին, շատ մեծ դրական ժառանգություն չթողեցին, չնայած իրենք պոտենցիալ ունեն, հա, գիտնականներ ունեն, գիտություն աղը ռուսական տեխնոլոգիաներ, բայց ի վերջո որ ուզում ես այսօր հասկանաս Ռուսաստանը աշխարհին ինչ է տվել, հա, ինչ լավ մեքենա են արտադրում Ռուսաստանում, ինչ լավ ինտերնետ կամպանիա կա, կամ բացի գազից ու նավթից Ռուսաստանը աշխարհին շատ քիչ բան է առաջարկում։ Կոսմոս են, ասում են մենք կոսմոս ենք։ Հա, մենք ընդհանուր Firebird-ի նման որակյալ կենտրոն Ռուսաստանը բանով պրինցիպալ չի կարող ունենա, այսինքն իրան այդ ինքը քանի գնում կտրվել է, ինքը իր մեծության մեջ ամփոփվել է, ինքը կարծում է ամեն ինչ կարող է, բայց իրականում աշխարհը այնքան արագ է շարժվում, որ իրենք դուրս են մնաց այդ խաղը։ Նույնը Չինաստանից, հա, Չինաստանը, նույնիսկ Չինաստանը չի ուզում, ինչ որ բաներ տալիս է, դրա համար Չինաստանը ձեռք է տալիս, որ Ռուսաստանը ասենց ռազմական ինչ որ շարժումներ է անում, որը Չինաստանին հանգիստ թողում է իր զարգացումը ունենա։ Մի 20 տարի հետո Չինաստանը աշխարհին լրիվ ուրիշ ձևի է վերաբերվելու։ Բայց այդ դեպքում արդեն Ռուսաստանի ծառայությունը Չինաստանի վերջանալու է։ Ռուսաստանի հերավոր արևելքը, որը չինացիները ակնկալում են դա իրենց պատմական տարածքն է եւ այլն, ես ասում բազմաթիվ խնդիրներ կա, որ Ռուսաստանի ոչ խելացի մոտեցումը այդ հարցերին, որ դաշինքների չկառուցումը, հարաբերությունների վրա չաշխատելը երկարաժամկետ խնդրեմ են իրենց համար ստեղծել։ Հիմա այդ նիշան տարածք է հայտնվել, որտեղ մենք ենք, հա, հյուսիսից միջանցքները չեն աշխատում, հարավից չեն աշխատում, միջին միջանցքն է աշխատում, միջին միջանցքի մի մասն էլ տրիպն է։ Եվ երևի Ռուսաստանի, Հայաստանի հետ այս վերջին սրացումը հարաբերությունների ակունքում նաև դա էլ է ընկած։ Այդ գիտակցումը։ Ինչ որտեղ մենք այդ դերը փորձում ենք նաև, մենք ենք Ադրբեջանն էլ է, Մեջոտ Ալիևը հայտարարեց, որ մենք նավթային նավթը վերջանալու է մի 5-10 տարի հետո մենք պիտի ստեղծենք տրանզիտային տնտեսություն, ու այսինքն կապող օղակ տնտեսություն։ Էլեկտրաէներգիա են փորձում իրենք դուրս գան եվրոպական շուկա էլեկտրաէներգիայի։ Հիմա մեր խնդիրը ամբողջ այդ ռուսական բոլոր այդ էմոցիաները, պատմական ամբիցիաները, չգիտեմ, իրենց ստորադաս երկրների նկատմամբ ինչ որ դեպով փափուկ կառավարելով, մեր վրա մեծ հարված չգրավելով, կարողանանք անցնել մի քանի տարի, մինչև Ռուսաստանը իր ճանապարհով կգնա, իսկ մենք արդեն նոր որակի տնտեսություն կստեղծելու ճանապարհին, ինձ թվում է շատ մեծ հետաքրքիր շանսեր ունենք։ Շնորհակալություն, Գովազդ հայտարարենք եթերում, Գովազդից հետո վերադառնանք տաղավար, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, Գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։
Ֆելիչե։ Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք դիվանագետ Դավիթ Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, հետ գանք մեր առաջին հենց հարցին, այս նվազագույնը նշենք 1 տարին, օգոստոսի 8-ից մինչև հիմա օգոստոսն է, այդ նախաստորագրումից ի վեր խոսում ենք խաղաղության մասին, որ խաղաղություն է հաստատվել, մենք ճիշտ ենք օգտագործում այդ ժամանակը, թե չէ, եւ արդյոք կամ ինչպես սեք դուք խորհուրդ տալիս շարունակել օգտագործել այդ ժամանակ, որտեղ դա ոսկի ժամանակ է, կարծում եմ։ Ու շատ սկզբունքային կետ կա այստեղ, որ ուզում եմ մի անգամ եւս շեշտել, որ սովորաբար կա խաղաղության process, որտեղ վերջնական նպատակը խաղաղության պայմանագիրն է, պատերազմ, հետո խաղաղություն ու արդեն հարաբերություններ, հա, բայց խաղաղությունը որոնց վերջին կետն է, ժամանում է այդտեղ։ Բայց լինում է, որ խաղաղությունը, այո, հետո խախտվում է եւ շարունակվում է պատերազմը։ Ամենայն դեպս մենք ունենք այս պահին խաղաղության փուլը։ Բայց մեր մոտ սկզբունքային տարբերությունը ոնց որ խաղաղությունը մեր մոտ միջոց է նաև ուրիշ նպատակների համար, ոչ թե նպատակ է ինքնսենքյան, այլ մեր մոտ համ նպատակ է, համ էլ միջոց է։ Ենթադրենք խաղաղություն ստորագրելով մենք ու Ադրբեջանը սկսում ենք, ու դա իհարկե երկար ճանապարհ է, սկսում ենք տնտեսական որոշակի համագործակցություն քննարկել, հա, ու դա կարող է, չգիտեմ, իրենք մենք բեզին են նմատական, բայց ամենակարևորը Ադրբեջանը տեղավորվում է post-նավթային իրենց համար post-նավթային աշխարհում որպես տրանզիտային երկիր։ Մենք էլ տրիպով եւ այլն տեղավորվում ենք նույնպես post, այսինքն կապող որպես օղակ, հա, ու Եվրոպա-Ասիա առևտուրը աճում է, հյուսիսից չի աշխատում, հարավից չի աշխատում, միջանցքը դա նաեւ մենք ենք այդ մասը այդ միջանցքի, այսինքն խաղաղությունից մենք գալիս ենք, սկսում ենք միջանցքներ կառուցել, տրանզիտային ճանապարհներ, նոր որակի ծառայություններ, որ այդ ամենը աշխատի։ Բայց նաև, ինչպես ասեցի, ենթադրենք խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Ամերիկայի կառավարության համար տրիգեր հանդիսացավ, որ Հայաստանին սկսեցին GPO-ներ վաճառել։ Ու էլի խաղաղությունը բերեց նրան, որ Հայաստանում հայտնվում է Firebird-ի նման մեծ արհեստական բանականության կենտրոն, որը շատ դժվար էր ասել, որ այս մի տարում բոլոր
չգիտեմ, աշխարհաքաղաքական պայմանների ներքո կարող էր դա ստացվել, ինչ որ ձևով ստացվեց, քանի որ հատուկ ուզում էին, որ այդ խաղաղության իլրացում Հայաստանում որոշակի բաներ սկսի շարժվել, ու Տրամպի կողմից էլ նաև այդ հատուկ ժեստերը, այդ համաձայնությունը, որ Չինաստանին չենք տալիս, չգիտեմ, Վիետնամին չենք տալիս, Եվրոպայի մի շարք երկրներին չենք տալիս, բայց Հայաստանին GPO-ները տալիս ենք, ու Հայաստանում կառուցվեց այդ հսկա կենտրոնը ու շարունակում։ Հայաստանից է գնաց Ղազախստան, ու մենք ու Ղազախստանը դառանք այդ շղթայի երկու կարևոր մասեր, արհեստական բանականության վերամշակման նոր որակի ինֆորմացիա աշխարհը մատակարարող երկրներ։ Այո, բայց Փաշինյանը վերջերս ասեց մեր ռազմավարությունն է, հիմա հաջորդ քայլի մասին եմ խոսում, նա ասեց 100%-ով էներգետիկ անկախության հասնել։ Այս ժամանակահատվածը նաև երևի թե այդ ուղղությամբ պետք է օգտագործի կառավարությունը, ենթադրում եմ, եթե այսպիսի հայտարարություն է արել, որքանով է իրատեսական, արդյոք այստեղ մենք ունենք ուժեղ դիրքեր, արդյոք հնարավոր է, որ Հայաստանը 100% էներգետիկ անկախություն ունենա։ Գիտեք, այդ էներգետիկ 100% անկախությունը մի քիչ անկեղծ ասում, լավ չեմ հասկանում, դրա համար մենք գազ ու նավթ չունենք, ու ինչ էլ անենք չենք ունենա, ու հիմա այդտեղ լուծումը որն է, լուծումը դիվերսիֆիկացումը, ոչ թե մենք պատմական կամ չգիտեմ ինչ որ խողովակաշարերով, գազատարերով Ռուսաստանից են կախված կամ Իրանից են, այլ մենք հնարավորություն չափ ամեն ինչ անում ենք, որ մենք ունենանք մատակարարման դիվերսիֆիկացված համագործակցող կողմեր, Ռուսաստան, Պարսկաստան, Թուրքմենստան, միտեղից կախվածություն չտա, իհարկե ներդրումներ է պահանջում, ենթադրենք գազատար դու չես կարող ամեն ուղղությամբ կառուցես, ինչ որ սահմանափակ թվով գազատարներ կարա լինի, բայց պետքա մի քանի հատ նաև կառուցել, ընդհանրենք ու մենք միակը չենք, ամբողջ Եվրոպան 22 թվին այդ շոկի առաջ գերմանական տնտեսությունը, որը կառուցվել էր արդյունաբերությունը Գերմանիայի էժան ռուսական գազի վրա, հսկական շոկ ապրեց ու դա 5 տարի է տևել, մինչև իրանք սկսել են այդ շոկից դուրս գալ, արդեն փորձել նորից մրցունակ դառնալ։ Հիմա մեր մոտ այդ անկախության էլեմենտները կարող եմ ասել, թե մեր մոտ արևային էներգետիկան արդեն կարծեմ 16% այս տարի դարել արևի կողմից ստացվող էլեկտրոէներգիայի տոկոսը։ Ջրային էներգետիկան, հիդրոէներգետիկան է բավականին մեծ տոկոս կազմում, ատոմայինի մասին ենք խոսում, ատոմայինը ունենք ու բավականին 30-ից կարծեմ 35% ատոմայինը, դա էլ է մեր անկախության ինչ որ էլեմենտներից մեկն է, բայց դա նաև իհարկե չի բացառում խնդրեմը գազի, եթե ռուսները որպես մեծ հերթական վատություն գազի գինը թանկացնեն, մենք խնդիր ենք ունենալու, պետք է հասկանանք ոնց ենք այդ խնդիրը լուծելու մանան ձմռան, այ գազի մատակարարող գազի ենթադրենք 30%-ից կարգի գնում է բնակարանների ջեռուցման համար, վակսիներ կամ տնային օգտագործման համար։ Ենթադրենք ավտո կարելի է գազ չլցնել կամ բենզինով ավելի թանկ է, բայց տունը ջեռուցելու համար այդ համակարգերը կառուցելու բավականին ներդրումներ է պետք, որ այդ համակարգը սկսի աշխատել։ Ես չեմ կարծում մենք կգանք 90-ական թվերի, քանի որ հոսանքի էլեկտրականության խնդիր չունենք, բայց ջեռուցելու համար խնդիրներ ունենալու ենք ու պիտի մտածենք։ Կարճաժամկետ անմիջական լուծումներ դժվար է տեսնել, չնայած Պարսկաստանից խողովակը կա, ծավալները կարելի է մեծացնել, Ադրբեջանի հետ բանակցությունները գնում, այդ բոլոր ուղղությունները, ես մասնագետ չեմ, իհարկե շատ դժվարանում եմ այնպես միանշանակ հստակ ուղղություններ տալ, բայց ես ենթադրում եմ, որ աշխատում են ու ավելի շատ պետք է աշխատել, այս ձմեռը ու հետագա ձմեռները ինչպես ենք անելու։ Մոլդովայի օրինակն է շատ կարևոր օրինակ, Մոլդովան մի քանի տարի լրիվ նույն խնդրով անցավ, երբ որ հետո իրանք ռևերսով սկսեցին Ռումինիայից եվրոպական համակարգից գազը ստանալ, երբ որ ռուսները ամենադժվար պահին կտրեցին, Եվրոպական միությունը որոշակի գրանտեր տվեց, այդ գնի տարբերությունը փոխհատուցել բնակչությանը, եւ այլ լուծումներ կան, ուզում եմ ասեմ ու կոլապս չի լինի։ Հա, կոլապս ես չեմ կարծում կլինի, այդպես դաժան 90-ականների կոլապս չեմ սպասում, հոսանքի մենք ավելցուկ ունենք նույնիսկ։ Այն ժամանակ դե էլեկտրականություն էլ չկար։ Հա, այնու հետ տամ գազը չկար, էլեկտրականություն չկար, ատոմականն էլ կանգնեցել ենք շրջակա միջավայրի ակտիվ պաշտպանների կողմից, մի կերպ մենք կարողացանք պարկետներն էին վառում, գրքերը, ես էլ էի մի քանի տարին ձեղ եմ անցկացրել։ Դե կոլապս չի լինի, ամենայն դեպս պատրաստ այն ժամանակ անսպասելի էր իրականում իրավիճակը, անսպասելի ու բոլոր ճակատներով խնդրեմ եղավ, իսկ հիմա կարծում ենք պլան B ունենք, պլան C ունենք, ատոմական ունենք, որը ունենանք, որ կառավարությունը այդ ամենի մասին
հոգացել է եւ մտածել է։ Եվ վերջին հարցը, որպեսզի երկիրը կարողանա զարգանա, պետք է ներսում ճիշտ է ընդդիմություն, իշխանություն պետք է բոլոր երկրներում կան ընդդիմություն, ընդ որում որքան ուժեղ է ընդդիմությունը կառուցողական եւ որքան ուժեղ է անկախ մամուլը, այնքան ուժեղ է երկիրը, դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Արդյոք Հայաստանում այդպիսի կառուցողական ընդդիմություն, իշխանություն, աշխատանք դուք տեսնում եք, որպեսզի մենք խոսենք նրա մասին, որ ամբողջ Հայաստանը իր ընդդիմադիր թևով, իշխանական թևով լծված են պետականաշինության գործին, թե մեկը մի ուղղությամբ է տանում, մյուսը մյուս ուղղությամբ է քաշքշում երկիրը։ Ցավոք շատ մեծ հույսեր է տողությամբ, ես այս պահին չունեմ, չեմ տեսնում, այսինքն սենց խոստումնալից ձեր խորհրդարանն էլ նոր ձևավորվել ու քննարկումների որակն էլ առանձնապես մեծ հույսեր չի տալիս, որ հաջորդ 5 տարին շատ բովանդակալից կոնստրուկտիվ երկրի զարգացման հետ կապված քննարկումներն է հիմնականում, ինչի այդպես չհասուն, ոչ հասուն ժողովրդավարության ինչ-որ բազմաթիվ օրինակներից մեկն ենք ու կամաց կայանում ենք, հուսով եմ, որ ավելի դրական են գնում։ Ես միջած ասեմ, ես 20 քանի տարի Հայաստանում չեմ ապրել, հետո որ եկա, իմ համար 20 թվականի վերջին եմ վերադարձել, ամենամեծ հայտնաբերումներից մեկը շատ բարձր որակի մասնավոր սեկտորն է Հայաստանում, այդ ստարտափերը, տեխնոլոգիական կամպանիաները, դրանց հիմնադիրները 15 տարբեր երկրներում աշխատել եմ, այդ որակի մտածող, ստեղծագործ մարդկանց շատ քիչ եմ հանդիպել, ոնց որ ես հանդիպել եմ Հայաստանում, ու դա ինձ ամենամեծ հույսն է տալիս։ Հիմա պետական համակարգը շատ ավելի իներցիոն է, ինչ-որ, չգիտեմ, չնայած երիտասարդ են հիմնական, բայց այդ սովետից եկող այդ բյուրոկրատացված, կարծրացած համակարգ կա, որը փոխվում է, բայց կարար ինձ թվում է շատ ավելի արագ փոխվել, հա, այդտեղ հաջող ինստիտուցիոնալ մարդկանց խնդիրն է, այդ ինստիտուցիոնալ խնդիրն է։ Ես միակ շատ լավ նորություն ես վերջի շաբաթները տեսնում եմ, այդ որ հրավիրում են դրսերում կրթված, թարմ մտածող, հուսով եմ տաղանդավոր խելոք անձնավորություններ, փոխնախարարներ մի քանի հոգի նշանակվեց, ինձ հուսով եմ նաև համոզված եմ կարելի ասել, որ աճելու են մի մասը դրանցից նախարարներ եւ կարող է քաղաքական առաջնորդներ դառնալ, այսինքն ջանք արվում, որպեսզի թարմացվի նաեւ իշխանության որակը, ու այդ մարդիկ, որոնք ունեն ուրիշ աշխարհների փորձ կրթական աշխատելու եւ այլն, իրանք ինձ թվում է փորձեն մեր ինստիտուտները փոխեն, որ մեր ինստիտուտները ոչ թե բյուրոկրատական սամ, այս չի կարելի, ինչպես անենք, ոնց շարժվենք, ինչ նորարարություն անենք, այդտեղ շարժ կա ու տեսնենք ինչքանով արագ ու որակով կլինի։ Ընդդիմության հետ կապված ասեցի, ճիշտ ասած, շատ լավ կլիներ, որ իրանք մի քիչ փորձեին ավելի կոնստրուկտիվ դաշտում, հա, ենթադրենք, հա, այդ տնտեսական զարգացման հեռանկարների մասին խոսացինք, մարդիկ հոդվածներ են գրում, ես ինքս էլ մի քանի հոդված եմ գրել, քննարկումներ են գնում Հայաստանի տնտեսական զարգացման մոդելները, Հայաստանի տնտեսական հնարավոր հրաշքը որտեղ է լինելու, հա, դրա շուրջ լինի ու լիքը մտածելու տեղ կա, լիքը քննարկելու առիթ կա, էլի, նույն այդ մարդիկ եթե ուզում են, թող իրանք նստեն խորհրդանում առաջարկներ գրեն, Եվրոպական միություն չեն ուզում, չգիտեմ, Չինաստան են ուզում գնան կամ Չինաստանի հետ ընդլայնեն, ընդեղ էլ հսկայական ճակատ կա աշխատելու, Հնդկաստանի հետ են ուզում, ընդեղ էլ ճակատ, ծոցի երկրների հետ, ընդեղ էլ, ու դες չգիտեք, դեկլարացիաներով չի, այդ ամենը երկար աշխատանք, ամենօրվա աշխատանքը, Հնդկաստանի հետ հարաբերություններ կառուցելը, ոնց որ երկիրի հետ հարաբերություն, ոնց որ մարդկանց մեջ է, չէ՞, դուք ծանոթացաք, վաղվանից ընկեր չեք դառնում կամ պայմանագիր ստորագրեցիք, որ վաղվանից ընկեր ենք, տես չի։ Երկու երկիր կարող ենք հարյուրավոր փաստաթղթեր ստորագրենք, բայց վստահություն, համագործակցության հիմքեր եւ այլն դա տասնամյակներով է ստեղծում։ Ուտեղ մենք հսկայական ճավալ ունենք աշխատանքի, որը պիտի անենք։ Գիտեք ինչ, դա ասում են դպրոց, դիվանագիտական դպրոց ունենք, չունենք։ Խորհրդարանական աշխատանքի մշակույթ ունենք, թե չունենք, կամ սկսում ենք ձևավորել, թե չէ։ Երևի թե դրա մասին պետք է մտածել։
Հա, ու լրիվ համաձայն եմ, ու ինչ էլեմենտներ կան, էշի որ բացած։ Մշակույթ է եւ դպրոց է, այնուամենայնիվ։ Կարևորը նաև այդ մեր, չգիտեմ, տերություններից սովորաբար աշխատում շատ չխոսամ, բայց մենք մեծամտություն շատ դեպքերում ունենք, որ սովորելը չենք ուզում սովորել ուրիշներից։ Ես մի անգամ մի տարի առաջ Վիետնամում էի, իրանք շատ հետաքրքիր մի հատ ցուցահանդես ունեին, որտեղ հարևան երկրներից իրանք ինչ են սովորել։ Ենթադրենք Թայլանդից ինչ են սովորել, Կորեայից ինչ են սովորել, ու Վիետնամը այսօր աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրներից մեկն է տնտեսական, բայց բոլորից բան են սովորել։ Մենք միան որ մենք ենք առաջինը ես ենք արել, բայց սովորելն էլ վատ բան չի, էլի, որ բոլորից սովորելով ինչքան արագ սովորես, այնքան ավելի արագ քո տնտեսությունը կփոխես, քո կառավարման կարողությունը կփոխես ու ավելի արագ կշարժվես առաջ։ Եվ եթե դու սովորես, մանիպուլյացիայի չես տրվի։ Հա, էդ էլ։ Մանիպուլյացիայի տրվում են այն դեպքում, երբ որ գիտելիքը քիչ է եւ վստահ չես։ Ինչքան քիչ գիտես, այնքան վստահ ես, որ ամեն ինչ գիտես։ Ինչքան շատ ես իմանում։ Շնորհակալ եմ, պարոն Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ղեկավար, դիվանագետ Դավիթ Հակոբյանի հետ էի զրուցում ես, Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։